Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պարոն Չիլինգարյան այսօր լրանում է Սողոմոն Թեհլերյանի կողմից իրականացրած արդարադատության ակտի 104-րդ ամյակը։ Կխնդրեմ պատմական այդ հայտնի իրադարձության եւ այսօրվա միջև զուգահեռ անցկացնեք եւ կարեւորեք օրվա խորհուրդը։ Բարև ձեզ, շնորհակալություն վստահության համար, հարց տալու համար։ Դաշնակցությունը ժողով արեց Շունթ Հայլաթին մահվորոշեց, չէ՞։ Ես փոքր մարդ եմ, որ այդ գեղեցիկ այդ իմաստը փոխեմ, ցավոք սրտի այսօր էլ կա որոշ բաներ, որ այսօրվա մեր այս պետականության այս մի քիչ այս վայրի վերումների, այսքան հյուրընկալումների, հյուրասիրությունների առաջ մի քիչ բարդ բաներա չենք կարում հասկանանք, որտեղ այն ինչ հայտարարվում է կիսատ, Այն ինչ ասվում է կիսատ, մեկ էլ երկու տարի հետո մի բան են ավելացնում, ասացին մի երկու բառ են ավելացնում բան, ու մի թոմ բան են անում, բայց խոսքը մնում, գործը մնում է գործարած, որ փաստաց այսօր չունենք Արցախ, ունենք վտանգված սահմաններ, ունենք խոստացված տերիտորիաներ, ցավոք սրտի, ունենք բարձրունքներ, որ մինչև հիմա գտնվում է արդեն ոչ թե միջև հիմա գտնվում է Թուրքի տիրապետության տակ, չգիտեմ ոնց երբ պիտի շրջափակեին, շրջապատեին այդ ջերմուկի բանի դիրքերի այդ անասուններին պետք է շրջափակեին, շրջապատեին, բռնեին, բայց դրանք հայտարարվեց, որ կսովեն կգնան, բայց երևի թուրքերը մի ուրիշ ձևի մարդիկ են, դրանք ոչ սովում են, ոչ գնում են շաներես մարդիկ են, ուստի չգիտեմ այդ նույն ձևով, թե տարբեր ձևով, այսինքն պիտի պայքարենք, որպեսզի կարողանանք մեր երեխաները, մեր կանայք, աղջիկները, մեր բալիկները կարողանան գլուխները հանգիստ դնեն բարձին, որովհետև մանավանդ մեր տեսակ մի քիչ ճանապարհ անցած մարդիկ սենց որ այդ բանի տակ են շատ զանգեր են ստանում, ոնց հա լինելու, հարցակվելու են, գալու եք, գնալու եք, գալու ենք, մեր երեխեքը, մեր զինվորը, գիտեք, չենք կարում մեկի պատասխան տանք, մենք էլ ենք դարես ստախոս, չենք կարում ասենք, չգիտենք, եթե չգիտենք, բայց ինչ ենք ստեղ ֆիդայներ կազմակերպության ղեկավար, 1000 անգամ ներողություն, դաշնակցություն, N1, բա որ չգիտենք, խենք այդ անունների անվան տակ ման գալի, չէ որ դաշնակցականները, ֆիդայինները էլի մարդիկ արել են այ հենց այս գործնեությունը իմիջայլոց քիչ առաջ ցուցանակ տեղադրվեց Աչափնյակի դաշնակցականների կողմից երևի Վահան, ընկեր Վահանն էր, հետո Հայաստանի դաշնակցական երիտասարդական միության երեխաներն են այնտեղ ինչ-որ բան են կազմակերպում, փառք ու պատիվ իրենց, ես իմ խորի շնորհակալությունն եմ հայտնում, բայց բանը վերևում է որ ոչինչ չեն անում։ Պարոն Չիլինգարյան, այ դուք Արցախյան 3 պատերազմների մասնակից եք, ասացեք խնդրեմ, մեր օրերում Սողոմոն Թեհլերյանի տեսակը, կերպարը, հա, օրինակ, այ որքանով է կարևոր։ Շատ կարևոր է, շատ կարևոր է, ես չգիտեմ որտեղ, չգիտեմ Հայաստանում, Արցախում, Բաքվում, թե աշխարհում, այո, Սողոմոն Թեհլերյաններ մեզ պետք են, պիտի լինեն ու արդարադատ, գիտեք ինչ, Սողոմոն Թեհլերյանին, եթե աշխարհը ճանաչեց որպես ոչ տերորիստ, այսինքն արդարադատ մարդ որպես ճանաչեց, իհարկե արդարադատ մարդիկ հանձինը Սողոմոն Թեհլերյանի ու իր գործնեությամբ ցեղասպանություն սարքողների գլուխը որպես կտրող տեսակ իհարկե շատ պետք է, որովհետև ցավոք սրտի այսօր երևում է ինչ որ մի ձեռ, որը որ ուզում է կտրի մեր գլուխը։